Նախաճաշի, ճաշի, ընթրիքի և միջուտեստների վերաբերյալ գործնական առաջարկներ ունի Wigmore կանանց և երեխաների հիվանդանոցի մանկաբույժ Սինամ Պապյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նախ օգնեք մեզ հասկանալ, թե ինչ կարող ենք անել, որպեսզի երեխան թե տանը, թե մանկապարտեզում սոված չմնա, չհրաժարվի այն ճաշացանկից, որն առաջարկվում է։ Ամենաառաջին բանը, որ մենք պետք է անենք, որպես ծնող, դա այն է, որ մենք եւ մանկապարտեզը խոսենք մեկ լեզվով։ Այսինքն երեխան նախաճաշը, որը որ ուտում է տանը եւ մանկապարտեզում, լինի նույնը։ Ներկա պահին մենք ըստ վերջին մեր հրամանի ունենք ճաշացանկ, որը որ համապատասխան է ճիշտ սննդակարգին եւ բալանսավորված ցնցմանը։ Գուցե եւ նախկինում այդպես չեն կերել մեր երեխաները տանը, բայց այսուհետ մենք էլ սկսենք այդպես կերակրել։ Այսինքն խոսենք մեկ լեզվով։ Դա մի օրում չի լինելու, երկու օրում չի լինելու, դա պետք է ժամանակ, որին որ պետք է մենք տրամադրենք ու հասնենք։ Այսինքն, եթե շաբաթ-կիրակի օր երեխան տանն է, մենք գիտենք ինչ է ուտում երեխան մանկապարտեզում, այդպիսի սնունդ առաջարկենք, այսինքն բալանսավորված, նախաճաշ լինի, ճաշ լինի եւ ընթրիք լինի, հիմնված առողջ ափսեի վրա։ Այսինքն երեխան պետք է նախաճաշին ստանա ճիշտ քանակով սպիտակուցներ, ածխաջրեր, բարդ ճարպեր ստանա, մրգեր ստանա, հա։ Իսկ շատ հաճախ լինում է, որ մենք տանը երեխային օրինակ առաջարկում ենք թեյ, հետը տալիս ենք որևէ պեչենի, հայ որ դա քիմքին երեխայի հաճելի է, նա դա ուտում է եւ բնականաբար քիմքին հաճելի սննդից հետո, որը քաղցր է պարունակում, կոնսերվանտներ է պարունակում, համայն հավելումներ է պարունակում, ապա գնալով մանկապարտեզ Շիլան չի ուտի։ Իհարկե, միանշանակ չի ուտի վարսակով շիլան, չի ուտի տպորը, դրա համար երեխան գալիս է տուն եւ լինում է մանկապարտեզում չկերած, սոված վիճակում։ Երբեմն պատահում է այնպես, որ մինչև ինչ-որ տարիք շատ լավ ուտող երեխան մի պայծառ օր արթնանում է ու դառնում է ուտելիքի հարցում շատ կամակոր, շատ դժվար երկխոսության գնացող։ Այսինքն դու առաջարկում ես, նա հրաժարվում է բոլոր հնարավոր ձևերով։ Որն է գաղտնիքը, ինչ տեղի ունեցավ երեխայի հետ։ Բանն այն է, որ մինչև 2 տարեկան հասակը երեխաների աճ ու զարգացումը շատ կտրուկ է տեղի ունենում։ Երեխան երեխակի անգամ քաշ են ավելացնում, կրկնակի անգամ հասակ են ավելացնում, աճը լինում է շատ արագ։ Մինչդեռ 2-ից 5 տարեկան հասակում դա այդպես չի լինում եւ երեխան ավելի քիչ կալորիաների կարիք է ունենում, որպեսզի բազային պահանջները լրացնի, քան մինչև 2 տարեկան հասակը ու սկսում է ավելի քիչ ուտել, այսինքն այդ պարագայում դիմելով մանկաբույժը կարող է տեսնել սննդակարգը, ինչ երեխան կերել է, սննդային օրագիր վարելով եւ տեսնի թե երեխան ինչքան կալորիականություն է պետք, համատելով դա ասի, որ դա երեխային բավարար է թե ոչ, որովհետեւ որոշ դեպքերում երեխան բավարար ուտում է, բայց ծնողին թվում է, որ երեխան չի ուտում։ Ուզում եմ նաև հավելել, որ եթե երեխայի աճը, այսինքն իր հասակը, իր քաշը, իր տարիքային նորմայի սահմաններում է, նշանակում է, որ երեխան բավարար սնուցվում է։ Իսկ հիմա պետք է հասկանանք, թե ինչ ուտել, եւ դա անելու ենք մեր մայրիկների հետ միասին։ Համեցեք։ Ընտրեմ։ Սիրելի մայրիկներ, հիմա պետք է խաղ խաղանք։ Պետք է ձեր օգնությամբ կազմենք առողջ եւ գրագետ ճաշացանկ ամբողջ օրվա համար։ Էկրանին դուք հիմա կտեսնեք առողջ բալանսավորված ափսեի պատկերը եւ ձեր առաջադրանքը կայանում է նրանում, որ պետք է այդ ափսեն լցնեք, ամբողջացնեք սննդամթերքներով։ Ափսեի կեսը պետք է զբաղեցնեն միրգն ու բանջարեղենը, մի քառորդը ածխաջրերի համար է, հացահատիկեղեն, դրանցից պատրաստված մթերքներ, կարտոֆիլ եւ այլն։ Մյուս քառորդը սպիտակուց պարունակող սննդատեսակների համար է, կաթ, կաթնամթերք, միս, ձուկ, հավկիթ եւ այլն։ Ու ամբողջ օրվա կտրվածքով ենք սա պլանավորում միասին կազմել, ձեզնից յուրաքանչյուրը կունենա իր առաջադրանքը։ Ձեզ հետ սկսենք նախաճաշից։ Նախաճաշի համար ինչ կտեղադրեիք այս ափսեում ըստ նշածը սկզբունքի։ Ես փորձեմ հենց մեր օրինակով, այն ինչ հաճախ կիրառում ենք, քանի որ նախաճաշին շատ հարմար է, արագ պատրաստվող որևէ բան։ Ես ածխաջրերի մասում կտեղադրեի օրինակ վարսակի շիլա կամ պոլենտան, նման արագ պատրաստվող որևէ շիլա։ Բանջարեղենի մասում երևի թե կնախընտրեի առանց եփելու արագ գազար կամ օրինակ պղպեղ լվանալ եւ կտրատել հենց այդպես մատուցել, միրգը նույնպես։ Եվ սպիտակուցների մասով պանիր կամ որևէ կաթնամթերք, օրինակ թթվասեր, մածուն, յոգուրտ։ Այս ամենը կուտի ձեր երեխան, վստահ եք, որ ինքը սիրում է։ Այս ամենից կարծում եմ միայն կաթնամթերքը հնարավոր է, որ ամբողջությամբ չուտի, որովհետև ըստ ցանկության է, բայց այնպես չէ, որ չի ուտում ընդհանրապես։ Կարող է հրաժարվել, կարող է ոչ, կարևորը չստիպել։ Շատ լավ, բժիշկ, խնդրում եմ ձեզ մեկնաբանել նախաճաշի այս տարբերակը, եթե կա կարիք լրացումների, նաև լրացումներ անել։ Շատ լավ կազմեց մայրը, այն ամենը, ինչը որ երեխային բալանսավորված պետք է, ածխաջուրն է,
սպիտակուց պարունակող սնունդն է, բանջարեղենն է, որը որ ծնողը ասեց, կատնամթերքի տեղը ես կարող եմ մեկ օր տալ կատնամթերք, մեկ օր կառաջարկեի ձու տալ, որը էլի սպիտակուց է պարունակում, փորձել ամեն օր տարբեր սնունդ առաջարկել, նույն սկզբունքի հիման վրա։ Խնդրեի նաև, որ Անահիտի առաջարկած տարբերակին մի այլընտրանք էլ դուք ներկայացնեք։ Այլընտրանք կարող է առաջարկել հաց, եթե խոսքը գնում է ամբողջ հատիկ հացի մասին, կարող ենք առաջ տայինք նաև պանիր, պանիրի հետ կարող ենք կտրտել վարունգ, պոմիդոր, այդպիսի թեթև նախաճաշ առաջարկել երեխային առավոտյան։ Եվ սա լիովին բավականին նաև կալորիաների տեսանկյունից։ Այո։ Քանի որ բալիկները սիրում են հաց պարզապես կտորով վերցնել եւ օրվա ընթացքում հաճախակի խնդրում են, ես սովորաբար իրեն ճաշի հետ ընդհանրապես հաց չեմ առաջարկում եւ այդ պակասը նա լրացնում է օրվա ընթացքում։ Եթե երեխան նման նախասիրություն հացի հետ կապված, ես եք առաջարկեի, որ ավելավեճ տալ նախաճաշին, որտեղ անդադ կցանկանա ուտել, կարող եք այդ պարագայում տալ հնդկաձավար, բրինձ կարող է լինել, ցանկացած բարդ ածխաջուր, բարսակի շիլան եւս շատ լավ տարբերակ է առավոտյան։ Շիլաներին անդրադառնանք նաև այն տեսանկյունից, որ հաճախ շիլան պատրաստում են կաթով, միրգ են ավելացնում, ու թվում է թե կա եւ ածխաջուր, եւ սպիտակուց, սա կարող է լինել մեկ այսպես առանձին նախաճաշի օրինակ։ Եթե բարսակի շիլայի վրա ավելացնենք օրինակ տվորոկ, բանան, դա կարող է լինել, որտեղ տվորոկն էլ է պարունակում շատ մեծ քանակով սպիտակուցներ, դա կարող լինի ամբողջական սնունդ երեխայի համար եւ մրգեր։ Դա կարող լինի բանան, ավելավե քաղցր ինչ որ համ լինի մեջը, որ երեխան հաճելի լինի։ Ելակ կարող լինի բանան, այսինքն սեզոնային մրգերը կարելի ավելացնել դրա մեջ։ Ես երբեմն ասում կարող եք բլենդերել, ինքը յոգուրտ է լինում, երեխային հաճելի է լինում ուտել։ Շարունակենք, Ալվինա, ձեր առաջադրանքը ճաշի ափսե կազմելն է, կրկին նույն սկզբունքով։ Մեծ մասը հատկացնել բանջարեղենին, մի հատված ածխաջրերի եւ սպիտակուցների համար։ Իրականում ես երկու տարբերակ կարող եմ ասել, որովհետեւ մեծը սիրում է, փոքրը չի սիրում, ու որպես առողջ ափսե կարող եմ առաջարկել բանջարեղենի համար բրոկոլի խաշած, փոքր տղա շատ է սիրում, ուղղակի հենց այդպես բռնելով ուտում է։ Ածխաջրերի բաժնում կարող եմ ասել կարտոֆիլի խյուզ կամ հնդկաձավար։ Սպիտակուցների բաժնում կարող եմ առաջարկել հավ, օրինակ, հենց խաշած տարբերակով շատ են սիրում երկու տղաներս էլ այդպես ուտում են։ Իսկ միրգն էլ կարծում եմ նարինջ կամ մանդարին, որովհետև ցիտրուս ավելի շատ են նախընտրում տղաներս։ Այս ափսեն Իդեալական է։ իդեալական է։ Ամենը ճիշտ է։ Իդեպ կարտոֆիլի հետ կապված էլ շատ էլի տարբեր մոտեցումներ կան, կարտոֆիլ տալ երեխային թե չէ։ Կարծում եմ այստեղ ծնողների հիմնական մտավախությունը այն է, որ երեխայի նախընտրած խավարտը միշտ ու միայն կարտոֆիլն է։ Այո, պետք է լինի բազմազան, բայց նաև պետք է հիշել, որ կարտոֆիլը բանջարեղեն չի համարվում այս պարագայում, այն համարվում է բարդ ածխաջուր։ Այսինքն կարտոֆիլ տալով մենք չպետք է մտածենք, որ մենք երեխային բանջարեղեն տվեցինք։ Նաև ասվեց միրգ, այսինքն միրգը ճաշից հետո ուտելը նույնպես ոչ բոլորն են կողմնորոշվում, ճիշտ է թե չէ։ Շատ հաճախ, նաև մենք մեծերս առողջ ափսե կազմելուց միրգը չենք ներառում, այլ կարող ուտենք դա կես ժամ հետո, մի ժամ հետո։ Եվ դա իմ համար ամեն դեպքում ավելի նախընտրելի տարբերակ է, որովհետև միշտ չի, որ միրգը գնում է այն սննդի հետ համային առումով, որը որ երեխան ուտում է։ Օրինակ, եթե մենք տապակած հավ ենք տալի, կարտոֆիլ ենք տալի, հետը տալիս ենք որևէ սալատ, կարող է իսկապես նարինջը չի համային առումով գնա այդ ամենի հետ, եթե գնում է շատ հաճախ կան սալատներ, որոնք օրինակ միրգ են պարունակում, բայց այդպես ամեն օր չենք կարող մենք պատրաստել եւ տալ երեխային, կարող եմ խորտալ 30 րոպե հետո մի ժամ հետո կտրատել երեխայի մոտ դնել, որ նա այն պակասը, որը մենք ունենք այն 50%-ի մեջ լրացնի այդպես։ Շատ լավ։ Ընթրիքին հասանք, Նազելի, որն է ձեր առաջարկը, ընթրիքի ինչ ափսե կկազմեք։ Ավելի շատ բանջարեղեններ կներառեի, խաշած կամ տապակած, ձկնեղեն, ածխաջրերից հաց կամ ամեն դեպքում երեկոյան, աղջիկն էլ չգիտեմ ցավոք թե բարեբախտաբար սիրում է հաց ուտել։ Հաց շատ է սիրում ուտել, չգիտեմ դժբախտաբար թե բարեբախտաբար։ Սա նույնպես տարածված երևույթ է, երեխան հացակեր է, ու մենք փորձում ենք սահմանափակել հաց ուտելու առողջ խելամիտ չափաբաժինը որն է։ Երեխաների հացի չափաբաժինը, որպես այդպեսին կախված է նաև տարիքից, բայց եթե դա կարող լինի 30-50 գրամ, 1-2 կտոր, եթե օրինակ երեխան չի ուտում այդ պարագայում կարտոֆիլ, բայց դրա տեղը որպես բարդ ածխաջուր օգտագործում է հաց, դա ընդունելի տարբերակ է ընթրիքի համար։ Բայց եթե երեխան ուտում է եւ կարտոֆիլ, հետո ուտում է նաև հաց եւ դրանից կտուժի միանշանակ իր ստամոքսը այդքանը չի կարող տեղավորել, այսպես ասած, եւ դրանից կտուժի միանշանակ մյուս բաղադրիչները, աղցանը դա կլինի, բանջարեղենային մասը կլինի, միրգը կլինի եւ սպիտակուցը կլինի։ Մի հատվածը կտուժի, որովհետեւ ստամոքսը չի կարող այդքանը ինքը ուղղակի ընդունել։
Անցնենք միջուտեստներին, Տաթև, սա ձեր հանձնարարությունն է։ Ինչպիսի միջուտեստ կառաջարկեք երեխային բալանսավորված, գրագետ, առողջարար ու սննդարար։ Հաշվի առնելով, որ երկու անգամ է լինում օրվա ընթացքում միջուտեստը, մի անգամը կառաջարկեի ինչ-որ բանջարեղեն մրգային ափսե, սեզոնային ամենակարևորը, երկրորդ միջուտեստը հիմնականում անում եմ մրգային կամ բանջարեղենային թխուկներ, եթե օրինակ նախաճաշին զու չտայի, հա, ձվով ինչ-որ մրգային կամ բանջարեղենային թխուկներ, որ եւ հագեցնող են եւ էլի ափսեին համապատասխան, հա, այսինքն եւ սպիտակուց եւ ածխաջուր պարունակող տարբերակներ։ Ձեր բալիկը սիրում է հաճույքով կուտի։ Հիմնականում սիրում է, բայց իհարկե օրեր լինում են, որ, չգիտեմ, թե հիվանդ լինելու պատճառով, ատամ հանելու պատճառով լինում են օրեր, որ հրաժարվում է։ Ամեն դեպքում մենք որպես ծնող հնարավորինս փորձում ենք առողջ մատուցել։ Որոնք են առողջ միջուտեստների տարբերակները։ Դրանք կարող են լինել մրգեր, կտրատված, ինչպես մայրներ արել, բանջարեղենը կարող է կտրատված դրած երեխայի առջև ընկուզեղենը կարող է լինել, չիրը կարող է լինել, մենք կարող ենք առաջարկել մրգային յոգուրտ այդ ընթացքում, թխուկներն էլ շատ լավ միտք, կարող է լինել նաև կատնաշորով պատրաստված թխուկներ, որը նաև սպիտակուց կպարունակի եւ ցանկալի է հիշել, որ ամենի մեջ շաքար չավելացնել։ Իսկ ինչ ժամային միջակայք ենք պահում միջուտեստների եւ հիմնական սննդի միջև։ Ցանկալի է 2 ժամ միջակայքը պահենք, միջակայքը շատ կարեւոր է, որ երեխան նաև սնունդը հիմնական նորմալ ուտի։ Հաջողությամբ ներկայացրինք մեր ափսեները եւ կարծում եմ, որ մեզ դիտող ծնողներին լավ նաեւ օգտակար մտքեր, գաղափարներ տվեցինք, որ կարող են իրենք էլ կիրառել։ Շնորհակալ եմ, որ այսօր միացաք ծնողական ժողովին, ձեր մեկնաբանությունները մեզ համար շատ արժեքավոր էին։ Ձեզ շնորհակալ։